Այսօր որոշել եմ ձեզ ներկայացնել մի հաջողության պատմություն, որը լավագույնս ցույց է տալիս, թե ինչպես է պայքարող մարդը հասնում իր երազանքներին։ Եվ այդ նպատակով զրուցելու եմ հայազգի բժիշկ Վահե Ղազարյանի հետ, ով Վեգասում հիմնել է սեփական կլինիկան եւ աշխատում է որպես ընտանեկան բժիշկ։ Անվանի բժիշկ Վահե Ղազարյանը 1994 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը։ Մոսկվայում աշխատելով որպես վիրաբույժ, բժիշկ Ղազարյանն այնուհետև որոշել է իր երկարամյա փորձառությունը շարունակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Տեղափոխվելով ԱՄՆ, նա ավարտել է ընդհանուր վիրաբուժության ինտերնատուրան, ուսումնառելով Նյու Ջերսիի բժշկական եւ ատամնաբուժական համալսարանում։ Այստեղ նա ստացել է լավագույն ինտերն մրցանակը 36 վիրաբույժ ինտերների շարքում։ Այնուհետև Ղազարյանն ավարտել է օրդինատուրան, անցնելով մասնագիտացված կլինիկական պատրաստություն Կալիֆոռնիայի Դեյվիսի համալսարանում։ Եվ այստեղ նույնպես փայլելով մասնագիտական հմտություններով ու կարողություններով բժիշկն արժանացել է լավագույն օրդինատուր մրցանակին։ Դեպի սիրելի մասնագիտություն տանող դժվարին ուղին հաջողությամբ անցնելուց հետո նա սկսում է աշխատել անվանի բժշկական հաստատություններում ինչպես Կալիֆոռնիայում, այնպես էլ Նևադայում։ Աշխատանքի ընթացքում նույնպես գերազանցության մրցանակը չի ուշանում։ Վահե Ղազարյանը ճանաչվում է լավագույն շտապօգնության բժիշկ։ Չհանձնվելով որևէ դժվարության պատճառով, բժիշկ Ղազարյանը 2017 թվականին Կալիֆոռնիայում հիմնում է սեփական կլինիկան, որն այսօր էլ ընտանեկան բժշկության ու շտապօգնության ամենաճանաչված ու սիրված հաստատություններից մեկն է։ Բոլորովին վերջերս 2024 թվականին նա որոշում է Լաս Վեգասում նույնպես հիմնել կլինիկա, շարունակելով մասնագիտական սիրելի աշխատանքը արդեն Վեգասում։ Բարև ձեզ բժիշկ Ղազարյան, շնորհակալ եմ շատ հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Կարծում եմ շատ հետաքրքիր զրույց է մեզ սպասվում։ Բարև ձեզ Մարիանա, շնորհակալություն այս առիթը ընձեռնելու համար եւ բարի գալուս մեր նոր հաստատ բժշկական ծառայությունը, որ կոչվում է Page4 Medical։ Շնորհակալ եմ շատ։ Եվ առաջին հարցը, որ ուզում եմ ձեզ տալ, կպատմեք մեզ մի փոքր ձեր մասնագիտական ուղու մասին։ Արդյոք որպես օտարերկրացի բժիշկ ձեզ համար բարդ է եղել այստեղ կայանալը։ Շնորհակալություն հարցի համար։ Ես սովորում էի Երևանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական թեկումով դպրոցում եւ ունեի բարեկամ, որը ֆիզիկոս էր, աշխատում էր Երևանի ֆիզիկայի ինստիտուտում։ Իր տիկինը եւ տիկնոջ քույրը բժիշկներ էին։ Իրենք ունեցան ամենամեծ ազդեցությունը իմ մասնագիտության ընտրության հարցում եւ իհարկե դրա համար չեմ փոշմանել։ Միգուցե ֆիզիկան կորցրեց լավ ֆիզիկոս, բայց ամենանդեպս ես ուրախ եմ իմ ընտրության հարցում։ Ընդունվեցի Երևանի պետական բժշկական համալսարան, որ հաջողությամբ ավարտելուց հետո մեկնեցի Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա քաղաք, որտեղ վերապատրաստվեցի որպես վիրաբույժ։ Աշխատեցի վիրաբույժ տարիներ Մոսկվայում, հետո տեղափոխվեցի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այստեղ նույնպես անցնելով քննությունները մեծ հաջողությամբ վերապատրաստվեցի ընտանեկան բժշկության մասնագիտությամբ եւ աշխատում եմ արդեն երկար տարիներ որպես ընտանեկան բժիշկ։ Դժվարությունների մասին իհարկե բոլորը գիտեն, որ հեշտ չի օտարերկրյա բժիշկների համար Ամերիկայում վերահաստատել իրենց դիպլոմը։ Թվերն իհարկե խոսում են այդ մասին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների բժիշկների 25%-ը, որը մեծ թիվ է կազմում, օտարերկրյա բժիշկներն են, բայց միայն 40% քննությունները հաջողությամբ անցած բժիշկներն են կարողանում գտնել վերապատրաստման residency կենտրոններ, որտեղ իհարկե շատ դժվար է։ Դժվարություններից ես կնշեմ ամենադժվար բանը իմ համար դա լեզուն էր, երբ ես տեղափոխվեցի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, անգլերեն չէի խոսում, այնպես որ տևեց 1-2 տարի մինչև որ անգլերենը հասավ այն մակարդակին, որ կարող էի վերցնել քննությունները։ Կարևորը որ չեք հանձնվել ու մինչև վերջ գնացել եք դեպի ձեր նպատակները։ Եվ հենց այս համատեքստում կցանկանայի մի հարց եւս տալ, ձեր կարծիքով ամենաշատը ինչը նպաստեց ձեր հաջողությանը։ Գիտեք, չեմ կարծում, որ կարող եմ մեկ բառով պատասխանել կամ մեկ ինչ-որ բնավորության գիծ նշել։ Իմ կարծիքով աշխատասիրություն, համառություն, ինչպես նշեցիք, չհանձնվել, անգլերեն բառ կա, որ consistency, այսինքն հետևողականություն, ամենօրյա ծանր աշխատանք, դա բերեց հաջողության։ Առհասարակ բժշկի մասնագիտությունը ինքնին ենթադրում է այդ ծանր աշխատանքը, որը գիշեր ցերեկ չէ օրնի բուն, Հիպոկրատի երդմանը հավատարիմ,
պիտի կատարել։ Եվս մի հարց կցանկանայի ձեզ տալ, մենք դուք ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր պայքարի մեջ են իրենց նպատակների համար, կամ ավելի շատ հանդիպում են մարդիկ, ովքեր պայքարում են ընդդեմ իրենց նպատակների, հա, այսինքն շուտ հանձնվում են, չեն կարողանում մինչև վերջ գնալ դեպի իրենց երազանքները, իրենց նպատակները, այս մարդկանց ինչ խորհուրդ կտաք։ Իհարկե չի ուզենա այսպես խորհրդատու դիրքից ելույթ ունենալ այս վարքյանին, կասեմ թե ինչ եմ խորհուրդ տալիս իմ երեխաներին։ Շատ լավ։ Տեսեք, այսպեսի մի օրինակ, պատկերացրեք լեռնագնաց ալպինիստ, որը ցանկանում է ինչ-որ մի լեռան գագաթ բարձրանալ մեկ շաբաթվա ընթացքում։ Եթե ինքը ամեն օր թեկուզ կարճ ճանապարհ անցնելով քարքարոտ ճանապարհներ, դժվարություններ, համոզված եմ նույնիսկ կարճ ճանապարհ անցնելով ամեն օր նա կհասնի լեռան գագաթ իր ժամանակահատվածը, որ ինքը ընտրել էր։ Բայց եթե ինքը ժամանակը կորցնի ամեն օր եւ որոշի վերջին օրում գագաթ հասնել, համոզված եմ, որ երևի չհաջողվի։ Այսինքն նպատակներին հասնելու համար պետք է աշխատել ամեն օր գնալ դեպի նպատակը։ Թեկուզ լինի ճանապարհը կարճ, փոքր ինչ-որ, այսպես ասած, հաջողություն, բայց վերջին հասնելով կարող եք հասնել նպատակներին ամենօրյա տքնաջան աշխատանքով։ Դա իմ խորհուրդը կլինի։ Շնորհակալություն շատ, վստահ եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն այս պահին այդ մոտիվացիայի ոգեշնչման կարիքը, կօգտվեն ձեր խորհրդից։ Հայտնի է, որ այս ձեր լուսավոր, գեղեցիկ, Վեգասին բնորոշ լույսերով հարուստ ձեր կլինիկան դուք բոլորովին վերջերս եք բացել, բայց արդեն լսել ենք, որ բավականին շատ ծառայություններ եք մատուցում, որ խնդրեմ մի փոքր կմանրամասնեք։ Մեծ սիրով։ Մեր կլինիկան բացել ենք սեպտեմբեր ամսին 2024 թվականին, այսինքն ընդամենը 6-7 ամիս առաջ։ Ունենք Family Medicine, ընտանեկան բժշկության ծառայություն, ընդունում ենք բազմաթիվ ապահովագրություններ։ Բացի դրանից մեր հաստատություն լինելու է urgent care։ Ունենք X-ray ռենտգենի ծառայություն, ունենք ultrasound, ուլտրաձայնի ծառայություն, ունենք փոքր լաբորատորիա եւ այստեղ ենք կարող վերցնելու հիվանդներից, ունենք փոքր procedure room, փոքր վիրահատություններ կատարելու համար։ Ունենք նաեւ քաշի հետ կապված խնդիրների ծառայություն, weight loss program ունենք եւ եթե իհարկե մարդիկ գիտեն նաեւ մեր medical այսպես ասած office-ի կողքին ունենք նաեւ med spa, որը իհարկե գեղեցկության վերաբերյալ է, միգուցե մի ուրիշ անգամ կհանդիպենք այդ մասին խոսելու համար։ Եղավ, շնորհակալ եմ շատ։ Կարծում եմ բոլորին հետաքրքրեց այն ամենը, ինչի մասին խոսեցինք, կարճ, բայց բովանդակալի զրույցի համար անչափ շնորհակալ եմ, ելի կհանդիպենք։ Սիրելի հետևորդներ, այսօր միասին բացահայտեցինք բժիշկ Վահե Ղազարյանի հաջողության պատմությունը։ Առաջիկայում նաև խոստանում եմ ձեզ անդրադառնալ հայազգի այլ ներկայացուցիչների հաջողության պատմություններին եւ հատկապես այն հայերին, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում Վեգասում։ Ձեզ հետ Մարիանան էր, մնացեք բարյավ։